Սա տալիս է Հայաստանին իհարկե առաջի հերթին եվրոպական փաստացի մայրաքաղաք լինելու կարգավիճակ այս օրերի ընթացքում եւս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանը դա եվրոպական պետություն է եւ եվրոպական ընտանիքի անբաժանելի մաս է, ընդ որում Եվրոպական միության նախագահ Անտոնիո Կոստան հայտարարեց, որ Հայաստանը գտնվում է Եվրոպայի սրտում եւ հենց այդտեղ է իր տեղը, ուստի դա եւս մեկ անգամ ոչ միայն քաղաքական եւ աշխարհակական, այլ նաեւ մեր մարդկանց միջև եւ պատմության ուրեմն համատեքստում կապի մասին է նաեւ խոսում։ Բացի դրանից սա տալիս է Հայաստանին ել ավելի պինդ աջակցություն, Եվրոպական միությունը մեր տարածաշրջանին ամենամոտ, ամենախոշոր եւ ամենահարուստ փաստացի տարածքն է, Եվրոպական միությունը աշխարհի երկրորդ, երրորդ տնտեսություն է կարելի ասել տարբեր հաշվարկներով եւ 500 միլիոնանոց բնակչություն ունեցող ժողովրդավարական արժեքների ամենապինդ կառույցն է, որը հիմա տարածաշրջանում իր դաշնակից է համարում հենց Հայաստանի Հանրապետությանը։ Ի շնորհիվ նրա, ինչ նախագահ Մակրոնը ասաց 8 տարի առաջ այսպիսի բան աննկարագրելի էր, որ տեղի ունենար Հայաստանում, որովհետև Հայաստանը ընկալվում էր Արբանյակ գուբերնիա Ռուսաստանի, իսկ հիմա Հայաստանը դարձել է ինքնիշխան պետություն եւ ինքը ասաց շնորհիվ հեղափոխության եւ պարոն վարչապետի Նիկոլ Փաշինյանի անձնական մեծ դերի եւ մենք կարողացանք հասնել նրան, որ հիմա խոշորագույն պետությունները, կարևորագույն պետությունները եվրոպական, այդ թվում Կանադան էլ է ներկա եւ այլն, այդտեղ ուրեմն այդ գագաթնաժողովում Երևանում, հայկական մայրաքաղաքում փաստացի եկել են նաեւ Հայաստանի հետ երկխոսելու, Հայաստանի հետ հարցեր քննարկել